Եթե քեզ ասել են, որ քո հեմոգլոբինը 70-ից հնարավոր չի բարձրացնել, լսի ինձ միջև վերջ։ Ես 6 տարի տառապել եմ սակավարյունությամբ։ Իմ հեմոգլոբինը 70-ից բարձրացել է հիմա 140։ Հոգնածություն, շնչահեղձություն, գլխապտույտ, ուժերի բացակայություն, սա իմ առօրյան էր։ Բժիշկները տարբեր փորձեր էին անում, ինչ ասես ստուգեցին։ Միջև ես չսկսեցի համալիր մոտեցում ցույց տալ իմ ամբողջ օրգանիզմին։ Առաջին ապրանքը, որ ես խմեցի, դա երկաթն է, հելատային ձևով։ Խելաթային երկաթը շատ կարևոր է։ Այն լավ է ներծծում, այն չի գրգռում ստամոքսը, չի առաջացնում փքվածություն կամ փորկապություն, եւ նաեւ բարձրացնում է ֆերրիտինի եւ հեմոգլոբինի մակարդակը։ Ես ընտրեցի այս ձևը, որովհետեւ իմ ստամոքսը զգայուն է։ Ապրանք համար 2. Մուլտիվիտամինային համալիր։ Կանանց համար։ Միայն երկաթը բավարար չէ։ Արյունը չի վերականգնվում առանց վիտամինների։ Ես օգտագործեցի այս համալիրը, B12, ֆոլաթթու, վիտամին D3, K2, C, ցինկ, սելեն, երկաթի բիսգլիցինատ եւ հզոր հակաօքսիդիչներ։ Նաեւ բիոպերին է պարունակում, որը ավելացնում է ներծծելիությունը նյութերի։ Ապրանք համար 3. Կուրկումին ֆորտե։ Այուրվեդայում սա կոչվում է ոսկե համեմունք։ Այն նվազեցնում է բորբոքումները, առաջացնում է իմունիտետի բարձրացում եւ հատկապես ստամոքսաղիքային համակարգի պաշտպանություն, ինչը շատ կարեւոր է երկաթի ներծծման համար, որովհետեւ իմ օրգանիզմում երկաթը չէր ներծծվում։ Եվ ապրանք համար 3. C վիտամինը ցինկով։ Բոլորս էլ գիտենք, նույնիսկ երեխաներս էլ գիտեն, որ երկաթը առանց C վիտամինի չի ներծծվում ստամոքսում։ Ուստի C վիտամինը առանձին նույնպես վերցրեցի։ Հիմա արտիկուլները։ Եթե դու նույնպես ունես սակավարյունություն ու տարիներով տառապում ես, գրի ինձ երկաթ բառը կոմենտներում կամ անձնական նամակ, ես քեզ կօգնեմ սրանք քո համար էլ ձեռք բերել։